այսօր ես խոսալ եմ բարության մասին։ Հալելույա, ամեն, որը ցավոք սրտի այսօր աշխարհում շատ քիչ կարած գտնես, որտեղ ամեն մեկը բարության կարիք ունի։ Ամեն մեկը իր կողքինի համար բարություն անելու, պետք է կարողություն ունենա, որ ամեն մեկը տեսնի մեր սրտերից դուրս եկած բարի, հաճելի, կատարյալ խոսքերը։ Ամեն, որը Տիրոջ կամքով է լցվում, հալելույա։ Եվ այսօր Տերը խոսաց իմ սրտի հետ եւ նա ասաց, գիտես, արդյոք դու բարի ես գտնում այն վայրերում, որտեղ ես քեզ դրել եմ։ Արդյոք դու բարի ես մարդկանց հետ։ Արդյոք դու բարի ես անում նրանց, ովքեր արժանի չեն։ Ամեն։ Ու ես նայում եմ ու ասեցի Տեր իմ Աստված, այո, ինչ ունես ասելու դրա համար, որովհետև այո, արժանի չեն։ Ու Տերը խոսեց. դու արժանի չէիր։ Ասա ես արժանի չէի, բայց Տերը արժանացրեց։ Եվ բարի գտնվեց։ Եվ այսօր փրկության ծրագիրը իրականացրեց ամեն մեկիս կյանքի մեջ։ Ամեն։ Այո, մենք ժամանակին մեղավոր ենք եղել, բայց Տիրոջ շնորհքով եւ նրա բարի կամքով այսօր մենք ունենք փրկությունը։ Այսօր մենք ունենք կյանք եւ ել ավելին, հալելույա։ Հենց դա է Տիրոջ կամքը, որպեսզի մենք կարողանանք հասկանանք այն ինչ որ Տերը արել է մեր կյանքերում, հալելույա։ Եվ քանի չի եկել այս կյանքի ավարտը, որտեղ մի օր գալու է այս կյանքի ավարտը եւ մենք թողնելու ենք այս երկիրը։ Ցավոք սրտի այսօր մարդիկ չեն մտածում, որ գալու է մի օր եւ նրանք թողնելու են այս կյանքը։ Շուտ կլինի, ուշ կլինի, ամեն մեկին իր ժամանակն է տրված։ Գիտես, երբ որ դու ապահով ձեռքերի մեջ ես Աստծո եւ խոնար ես նրան եւ նրա հետ ես քայլում, քեզ ոչ մի չար բան չի մոտենա։ Երբ որ դու խոնարհում ես Տիրոջը եւ նրա բնավորությունը, նրա գինես միտքն ես ունենում, երբեք չարը մի մետր անգամ քեզ չի մոտենա, որպեսզի քո կյանքը ինչ անի խառնի։ Բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, թե մարդկանց կյանքերում ինչքան խառը բաներ կան, որ մարդիկ խառնված են, մարդիկ զբաղված են, մարդիկ, գիտես, տանջվում են, մտքերի մեջ են։ Գիտես, մտքերը, երբ որ գալիս են սատանայի կողմից, մարդու կյանքը դժոխքային կյանք են սարքում, որտեղ նրա խաղաղությունը կորում է։ Եվ նա չի կարողանում մարդը կենտրոնանա այն ամենի վրա, ինչ որ Տերը խոսացել է, որպեսզի այդ կյանքը վայելի այս երկրի մեջ Քրիստոսի հետ, հալելույա։ Եվ գիտես, շատ կարևոր է, որպեսզի մենք այդ բարությամբ լցված Սուրբ Հոգու ամեն որ կարողանանք, երբ որ քայլենք աշխարհի մեջ, մարդիկ տեսնեն եւ ասեն, սրանք բարի մարդիկ են։ Ոչ թե չարախոսեն, այլ խոսեն բարության մասին, որտեղ դա հենց Հոգու պտուղն է, բարություն։ Ամեն։ Հոգու պտուղներից մեկն է բարություն, բարի արա, հալելույա, սովորիր բարին անելու։ Եվ Տիրոջ աչքերի առջև, երբ որ դու բարություն ես անում, կոտրում ես բոլոր կուռքերը քո կյանքից, Աստված իր կողմից բարություն անում քո համար։ Եվ սկսում է կառուցել այն քո կյանքը հոգևոր, որի մեջ դու ապահովություն ես գտնում այս աշխարհում։ Եվ դա է, գիտես, ամենակարևորը Աստծո կողմից տրված մեզ, որպեսզի մենք հասկացություն ունենանք եւ կարողանանք ճիշտ պահենք մեզ այս կյանքի մեջ, երբեք չարություն չանենք, այլ խոսքը ասում է չարից հեռացեք եւ բարին արեք։ Բայց երբ որ դու նայում ես երևույթներին եւ տեսնում ես գործողություններ մարդկանց կյանքում, դու տեսնում ես, որ դեռ չարը բնակված է, որ չարը տանում է մարդուն։ Երբ որ մարդը հակառակվում է, ինքը չարությամբ է լցվում։ Բայց երբ որ մարդը խոնարհվում է, ինքը բարությամբ է լցվում։ Գիտես, ես եկա Աստծո առաջ ու ասի Տեր իմ Աստված, ես ուզում եմ ամբողջությամբ խաղաղության մեջ ապրեմ։ Ես չեմ ուզում Տեր իմ Աստված, որ փոթորիկների մեջ հայտնվեմ, չեմ ուզում այն տեղերում հայտնվեմ, որտեղ ինձ Տեր իմ Աստված իմ կյանքը կլինի այդ, գիտես, տառապյալ կյանքի նման, որտեղ դու չես կանչել ինձ տառապելու, այլ դու կանչել ես ինձ ուրախ լինելու։ Ասա Աստված ինձ կանչել է ուրախացնելու եւ ուրախ լինելու։ Փառք Հիսուսին։
Երբ է գալիս այդ խաղաղությունը ու երբ է Աստված բերում այդ հանգստությունը քո կյանքում, ինչն է պատճառը լինում, դա մարդու բարությունն է Աստծո նկատմամբ։ Փառք Հիսուսին։ Մի տեղ եմ ուզում կարդամ, բայց Տերը շատ ուժեղ դրել է իմ սրտի մեջ այն պատմությունը, մենք կգնանք դրա մոտ, հալելույա, եւ խաչի վրա Քրիստոսը խաչված էր եւ երկու հոգի ավազակներ իր կողքն էին, հալելույա։ Եվ խաչի վրա էր երևաց բարին եւ չարը։ Դու այստեղ ես։ Խաչի վրա երևաց բարին, ճիշտը, ամեն, մտածողը, հասկացողը եւ չհասկացողը անմիտը, որը մի խոսքով գնաց դժոխք, իսկ նա մի խոսքով գնաց երկինք, հալելույա։ Ով է ուզում, որ իր խոսքը Աստծո կողմից բարին ընդունվի եւ Տիրոջից խոսքը հենց այսօր իմ հետ է լինելու։ Ով է ուզում իր հետ լինի։ Ասում եմ չեմ տանելու հələ։ Մի մտածի, որ այսօր տանելու է։ Ամեն, բայց խոսքը ասում է, որտեղ ես եմ, դու էլ կգաս այնտեղ։ Բայց ժամանակին։ Հալելույա։ Ասա հալելույա։ Գիտես, քանի անգամ է Տերը թակել քո սիրտը։ Քանի անգամ է եկել ու ասել է բաց քո սիրտը ներս գամ ես։ Բաց սպասումով, ամեն, որպեսզի ինչ անի, իր խոսքը բերի, իր բարությունը բերի, իր կամքը բերի, իր քաղցրությունը բերի, իր խաղաղությունը բերի, իր գիտես այն երջանկությունը բերի մարդու մեջ, որպեսզի մարդը խաղաղվի, հալելույա։ Եվ երբ որ ես նայում էի հոգու պտուղներին, ես ինձ գտամ շատ բաների մեջ ու ասի Տեր, ես հետ եմ դառնում դեպի սրանց։ Ես ուզում եմ այդ հոգու պտուղներով լցվեմ եւ ապրեմ։ Գիտեք, շատ կարևոր է, եթե մենք այսօր հոգու պտուղներով չլցվենք, մենք մարմնավոր կյանք կունենանք, իսկ մարմնավոր մարդը երկինքը չի ժառանգելու։ Դու այստեղ ես։ Ասա մարմնավոր մարդը երկինք չի ժառանգելու։ Հոգևոր եւ հոգու պտուղներով լցված մարդիկ են, որ գնալու են երկինք, որտեղ հոգով լցված մարդիկ հաղթելու են բոլոր իրավիճակներում։ Եվ ոչ ոք չի կարա քո վրա չարություն բանեցնի, եթե դու բարի ես։ Հալելույա, ամեն։ Գիտեք, Հիսուսին ինչ տառապանքների ենթարկեցին, բայց Հիսուսը մի խոսք անգամ հակառակ խոսք չխոսեց։ Փառք Տիրոջը։ Քաղցրություն, բարություն, հալելույա։ Ես ուզում եմ տեսնեմ իմ քույր ու եղբայր ձեր մեջ այդ քաղցրությունը, բայց արդյոք տեսնում ենք։ Արդյոք մենք գալիս ենք եկեղեցի ու տեսնում ենք մեկս մյուսի մեջ այդ քաղցրությունը ու բարությունը։ Արդյոք ես վայելում եմ այդ քաղցրությունը, երբ որ ես հանդիպում եմ ինչ-որ մեկի հետ ու խոսում ենք, հալելույա, խոսում ենք Տիրոջ մասին, խոսում ենք նրա քաղցրության մասին եւ ասում ենք, այո, Տերը բարի է, բայց մենք արդյոք բարի ենք վարվում մեկս մյուսի հետ։ Դե մտածում ենք ամեն մեկս մեր համար, դե մեզ ոնց լավ լինի, այլ ոչ թե մեր ընկերոջ համար, մեր քույր ու եղբոր համար։ Հալելույա։ Սա է եկեղեցին, սա պետք է լինի եկեղեցում, որ մեկս մյուսի քաղցրությունը զգանք, մեկս մեկի բարությունը զգանք, հալելույա։ Այլ ոչ թե նայես մարդուն, գիտես, եւ սկի չուզենաս էլ շփվես։ Որտեղ տեսնում ես, որ նա ամբողջությամբ իր միտքը լրիվ ուրիշ տեղ է։ Գիտես, եթե քո միտքը նորոգված է Քրիստոսով, դու հաճելի մարդ ես դառնում։ Եվ բոլորը ուզում են քո շփվեն։ Եվ բոլորը ուզում են քեզանից, օրինակ վերցնեն։ Որտեղ այն խաղաղությունը, որ մեր մեջ է, պետք է նկատելի լինի ամեն տեղ։ Եվ հասկացա մի բան, այո, Տեր իմ Աստված, ես այլևս չեմ բորբոքվի, այլ քո բարության եւ խաղաղության մեջ կապրեմ, հալելույա, փառք Հիսուսին։ Ու երբ որ դու խաղաղ ես, սատանան ավելի է գազազում։ Դու այստեղ ես։ Երբ որ դու խաղաղ ես, սատանան ավելի շատ է գազազում, չարը ավելի շատ է գազազում եւ ուզում է քեզ հունից անի, որ քո խաղաղությունը գողանա։ Բայց Հիսուսն ասեց, գիտեք սիրելիներս, այն խաղաղությունը, որ ես ձեզ կտամ, ոչ ոք, ասա ոչ ոք չի կարա գողանա։
Ու եթե քո խաղությունը գողացված է, ուրեմն դա սուստված խաղությունը չի, դա Սուրբ Հոգու պտուղը չի, որը քո մեջն է, որտեղ Սուրբ Հոգու պտուղով լցված մարդը երբեք սատանայի կողմից չի պարտվի։ Փառք Հիսուսին։ Ասա ես չեմ պարտվելու։ Շուրանի կողքին ասա դու իրանք չունես պարտվելու։ Հալելույա։ Փառք մեր Աստծուն։ Հալելույա։ Տեր այստեղ է մեզ հետ։ Առակաց 11:23-ում ասում է արդարների ցանկացածը միայն բարությունն է։ Ասա արդարի ցանկությունը միայն բարությունն է։ Բայց ամբարիշտների ակնկալածը բարկությունն է։ Ասա ես երբեք չեմ բարկանալու։ Նորից ասա երբեք չեմ բարկանալու։ Որտեղ արդարների ցանկացածը միայն բարությունն է, հալելույա։ Եվ ես բարի եմ լինելու։ Եվ Աստված, Աստծո բնավորությունը իմ մեջ դուրս է գալու, հալելույա, լույսի պես։ Եվ բոլորը տերն իմ բարի ցանկությունները, իմ բարի քայլերը, իմ բարի խորհուրդները, իմ բարի սերը, հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Այո, արդարների ցանկացածը միայն բարությունն է։ Բայց ամբարիշտների ցանկոտ, գիտեք ես տեսել եմ։ Այո, քրիստոնյաներ բարկացած։ Ու ես ինձ հարց եմ տալիս։ Գիտեք սիրելիներս, այս վերջի ժամանակներում ես շատ եմ հարց տալի։ Տեր, արդյոք ես ապրում եմ այտենց։ Ոնց որ քո խոսքն է ասում։ Տերն ասում է, ես ուզում եմ որ ապրես, ես ցանկանում եմ որ ապրես, բայց դու, ես ասում ես էլ փափագում եմ ապրել։ Ես ուզում եմ Տեր գնալ այդ ճանապարհով, բայց առանց քո օգնության ես չեմ կարող Տեր։ Ու Տերը բացում է այդ ճանապարհը, որտեղ իր ճանապարհի մեջ միայն բարությունն է, հալելույա։ Ոչ մի չարություն չկա։ Տիրոջ մեջ, ասա Տիրոջ մեջ չարություն չկա։ Նա միայն բարությունն է։ Եվ գիտես խոսքը ասում է դուք իմ մեջ, ես ձեր մեջ, հալելույա, ով է համարում, որ ինքը Քրիստոսի մեջն է, համարելը քիչ է, մի անգամից ձեր մի բարձացա, որտև եթե քո մեջ բարությունը չի տիրում, նշանակում է դու պրոբլեմ ունես, դու հարց ունես, եթե քո մոտ կա բարկություն, դու պետք է քեզ հարց տաս, ով է բարկանում, Տերն ասում է ամբարիշտների ակնկալածը բարկությունն է։ Գիտեք, եթե դու քո տան մեջ ես բարկանում, դա արդեն սխալ է։ Դու իրանք չունես բարկանալու։ Դու կարաս խորհուրդ տաս, դու կարաս գիտես հանդիմանես, դու կարաս ասես ճշմարտությունը, բայց ոչ թե բարկանալ։ Ու խոսքն ասում է, եթե բարկացար զգուշ եղի, հանգարց օրը չանցնի, որտեղ եթե օր անցավ, մեղք կգործես։ Փառք Հիսուսին։ Իսկ ես չեմ ուզում մեղք գործեմ։ Ես չեմ բարկանալու։ Հալելույա։ Ով է չարը, որ նրա վրա բարկանամ։ Ես բարիով եմ լցված։ Գիտես, շատ ժամանակ մենք մտածում ենք, ստենց օգնենք։ Եթե մարդը ինքը չուզեցավ, հա, որ իրան օգնեն, ինչքան դու ուզում ես քեզ տանջի, մեկը չես կարող օգնես։ Ստես դու։ Ստե գիտես հարց է ծագում, դու ուզում ես, որ ինչ-որ մեկը քեզ օգնի, բայց բարիով։ Ով է ուզում իր կողքը միշտ բարի մարդիկ լինեն։ Գիտես ինչքան այսօր, գիտես այնքան կարիքը կա բարի մարդկանց։ Ու այսօր Տերը խոսում է, գիտեք իմ տունը պետք է միայն բարիով լցված մարդիկ լինեն, հալելույա։ Ասա Տերը ինձ կանչել է, որ բարի անի, որ բարիով լցնի։ Չէ որ Սուրբ Հոգու պտուղն է բարություն, հալելույա։ Ամեն։ Ինչքան ուզում են թող չարախոսեն, ինչքան ուզում են թող խոսան, ինչքան ուզում են իրանք ճղեն, բարի եղի, խաղաղելի, հալելույա։ Գիտես, գազազում էին Հիսուսի վրա, ամատ մի բան ասա, ինչի քո տեղը չես խոսում,
Ինչի՞ չես արդարանում։ Գիտես, ես իմ հոգու մեջ տեսնում եմ այդ ամենը, հալելույա, ասում եմ, Տեր իմ Աստված, քեզ չկարացան հունին անել։ Հիմա քանի անգամ են քեզ հունից անել։ Քանի անգամ Սատանան եկել քեզ հունից անել, որ ավելնոտ խոսաս։ Ու խոսացել ես, չասես չեմ խոսացել։ Չկա ստե մեկը, որ չխոսացած ունի։ Ասա այսօր օրն է։ Բացացա ձեռքերդ, Սուրբ Հոգին ստե է սիրելիս։ Ես չեմ ուզում գիտես, որ գնամ տուն, ասեմ Տեր իմ Աստված, ես խոսքը տվեցի, հալելույա, ու Տերը ասի, իմ խոսքը չընդունվեց։ Ես չեմ ուզում։ Ես ուզում եմ, երբ որ գնամ հիմա տուն, ծառայությունից հետո, երբ որ կանգնեմ գիշերային աղոթքին, Տերը ասի, օ, հալելույա, ինչքան լավ էր, որ շատ մարդիկ վերցրեցին իմ հոգու պտուղը եւ բարությամբ լցվեցին։ Ով այսօր պատրաստ որ բարությամբ լցվի։ Մի քան 50%-ը։ Ով է ուզում բարիով լցվի։ Բախես։ Կասկածում ես։ Ասում եմ երկմիտ մարդը, լավ լսեք սիրելիս, երկմիտ մարդը թող Տիրոջից ոչ մի բան չսպասի։ Այսօր ես Ռուսաստան ծառայություն էի անցկացնում, und ասում են կան կասկածողներ ծոմի վերաբերյալ հանելը։ Ես նրանց ասացի, կասկածող մարդը թող ոչ մի բան ասու չսպասի։ Ու Փառք Հիսուսին, որ մարդիկ ապաշխարեցին, հասկացան ու մտան այդ, հա, ինչի ծոմի մեջ։ Փառք Տիրոջը։ Ահա կանգնած է։ Տերը ասում է, ահա կանգնած եմ քո սրտի դրան առաջ ու թակում եմ։ Հալելույա։ Քանի չեն եկեն օրերը, որ ասես դրանց չեմ հավատում, հիշիր, որ Տեր ունես։ Հիշիր, որ Աստված ունես։ Հիշիր, որ Փրկիչ ունես եւ պատվիր նրան։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Մի թող ասում, մի թող նրա սերը, մի թող այդ բարությունը, հալելույա։ Գիտես ինչքան ցավալի է, այո, ցավում ես, տառապում ես, գիտես տանջվում ես, Տեր ինչու քանի անգամ ասել ենք կպեք Աստծուն, կպեք ասում, մի թողեք նրա հետ լինելը, մի դուրս եկեք նրա հովանու տակից։ Գիտեք սիրելիներս, շատերը չեն լսում։ Եվ այսօր դուրս են եկած հովանու տակից։ Գիտես, երբ Սատանան չի մոտենա, երբ չարը չի մոտենում, երբ որ Տիրոջ հովանու տակ ես։ Իսկ երբ ես դու իր հովանու տակ, երբ որ ամբողջությամբ Սուրբ Հոգու առաջնորդության մեջ քայլում ես նրա հետ, հալելույա, հավատարմորեն, խոնարհաբար եւ սիրով լցված։ Փառք Հիսուսին։ Գիտես, մի հատ հետաքրքիր բան էր կատարվում, Տերը խոսում էր սրտից հետ ու ասում էր, գիտես ինչ, ես ուզում եմ, որ դու ամբողջությամբ լցվես իմ հոգու պտուղներով եւ այլևս դուրս չգաս այդ միջավայրից։ Ես ասի Տեր իմ Աստված, ես ընդունում եմ, հալելույա։ Ես չեմ բարկանալու։ Գիտես, շատ ժամանակ մարդիկ բարկությունը, հա, շփոթում են հանդիմանության հետ։ Բարկությունը հանդիմանության հետ շփոթելով մարդիկ ինչ են ընկնում են, որտեղ նրանք չեն սիրում հանդիմանությունը եւ մտածում են, որ իրանց, հա, չար բան են ուզում, բայց իմացեք, երբեք ասո մարդը չար բան ոչ մեկին չի կամենում։ Այն նա բարիով է լցված։ Ասա բարություն։ Գիտես, ես հիմա ազգում եմ, որ Տերը, ասա Տերը, հրաշալի իր նոր յուղն է պատրաստել այդ բարությամբ լցնելու մեր մեջ։ Ու եթե դու ուզենաս, Աստված կտա, հալելույա։ Խնդրողին, ասա խնդրողին, տրվում է։ Հալելույա։ 11:27 Բարություն որոնողը ուզում է հաճելի լինել։ Հալելույա։ Ինչ ուզում լինի,
Բարություն որոնողը ուզում է հաճելի լինի, բայց չարություն ուզողը կհանդիպի նրան։ Ամեն, չարություն ուզողը կհանդիպի ինչին չարությանը։ Բայց բարին, հալելույա, ամեն բարություն որոնողը ուզում է հաճելի լինել, փառք Հիսուսին, եւ մենք հաճելի ենք դառնում Աստծուն։ Հալելույա, փառք եւ փառք մեր Աստծուն։ Եսայա 1:17-ում գրված է. սովորեցեք բարություն անել։ Ասա Աստված այսօր ուզում է սովորեցնի մեզ բարություն անել։ Նորից ասա Աստված ուզում է սովորեցնի մեզ, որովհետև եթե մենք չսովորենք բարություն անել, չենք կարող անենք։ Եթե մենք չգանք Աստծո մոտ եւ լսենք նրան, մենք չենք կարող բարություն անենք, մենք պետք է սովորենք բարություն անել։ Իսկ ով է սովորեցնողը, դա Սուրբ Հոգին է, հալելույա։ Ասա մեր ուսուցիչն է։ Գալիս ենք չանի սովորեցնելու մեզ, երբ որ մեր չարն է մեր մոտ գտնում, նա ասում է հեռացիր չարից սիրելիս, դու իրավունք չունես չարություն անելու, դու իրավունք չունես հակառակվելու, դու իրավունք չունես ինչ-որ մեկից քեզ առավել զգալու, բարի եղիր, խոնարհվիր, ասա այսօր է բարի լինելու օրը, ես պետք է սովորեմ Տեր բարի լինել, սովորեցրա ինձ։ Գիտես առավոտ կանուխ, երբ որ վեր ես կենում, քնից ու ասում ես Տերը բարի է, հալելույա, թող եւ օրը բարի լինի։ Ինչ եք մտածում, սատանայի դուրը գալիս է։ Ու ինքան ամեն ինչ այդ որ ուզում անի, որ քեզ ունից անի, ջղանացնի գնում ես աշխատանքի տեղ ինչ որ բան է կատարվում, տան մեջ երեխեն իրան լավ չի պահում, այն մյուս տեղը ինչ որ մի բան անում, որ դու ինչ անես, բարկանաս, բարկացնի քեզ, ով է սատանան, որ քեզ բարկացնի, եթե Հիսուսը քո հետ է, հալելույա։ Եթե բարին քո մոտ գտնվի, երբեք չարը չի մոտենա Հիսուսի անունով։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Նա արժանա, որ իր ամեն կյանքը տանք, հալելույա։ Որ ամբողջությամբ նվիրվենք իրան ու ասենք Տեր, մեզ այլևս այս աշխարհի մեջ ոչ մի բան հետաքրքիր չի, քո հետ, միայն քո հետ, թույլ տուր, մոտենամ քեզ, դիպչեմ քեզ, քեզանից վերցնեմ, հալելույա, ու քո հետ ապրեմ։ Ինչքան լավ է, երբ որ դու Տիրոջ հետ ես շփվում։ Մարդու հետ շփվելը լավ չի։ Շատ ժամանակ։ Շփվում ես, ուզում ես ինչ-որ բան ապացուցես, չես կարողանում, իսկ ուզում ես ցույց տաս, ուզում ես հաճելի լինես, որ մարդիկ տեսնեն քո մեջ բարությունը չի ընդունվում։ Բայց երբ որ Տիրոջ համար սկսում ես ծառայել, եւ դու Տիրոջը հաճելի ես դառնում քո ծառայությունով, քո խոնարհությունով եւ քո հնազանդությունով, այդ ժամանակ ուզի թե չուզի մարդը պետք է ընդունի։ Դու ստես Փառք Հիսուսին, որովհետեւ ես բանին սովորում եմ, ես բանին եմ ուզում սովորեմ, բարություն եմ ուզում անեմ, հալելույա։ Գիտես Տերը մի հետաքրքիր բան է հիշեցնում, կա մեկը որ քեզ բարություն է արել, երբ որ ամենանեղ պահին քեզ բարություն է արել, որ դու ինչ-որ բանի կարիք ես ունեցել ու մեկը կանգնել է քո մոտ ու բարություն է արել քեզ այդ չար ժամանակների մեջ, երբ որ դու դժվարության մեջ ունեցնում ես, ես ասել եմ այո Տեր կար մեկը, հալելույա, ասեց խոսա դրա մասին, վկայի դրա մասին, ասա որ երբ որ դու վատ էիր, երբ որ դու կարիքի մեջ էիր, կար ինչ-որ մեկը, որ բարություն արեց քեզ։ Եթե դու չես վկայում, նշանակում է դու չես գնահատում։ Երբ որ բարին չի գնահատվում, ստես դու սիրելիս, այլևս քո կյանքում բարին չի աշխատի։ Եվ ուզես թե չուզես դու բարությունից դուրս ես գնալու։ Եվ գալիս է հակառակությունը, բարկությունը, ինչու Տեր, հալելույա։ Գիտես, այսօր խոսում ենք մեր եղբոր հետ, հալելույա, ու Տերը հիշեցրեց մի դրվագ, հալելույա։ Գիտես, ոչ հույսը դիր կարողության վրա, ոչ հույսը դիր քո վրա, ոչ հույսը ինչ-որ մեկի վրա դիր, որովհետև դրանց վրա դնելով
դու ամենացածր մարդը կգտնվես։ Բայց երբ որ դու քո հույսը ամբողջությամբ Տիրոջ վրա ես դրել, երբ որ նրան ես վստահում, երբ որ նրա հոգով լցված պտուղներով ես առաջնորդվում, այդ ժամանակ դու ամենաերանելի մարդն ես։ Փառք Հիսուսին։ Եվ պետք չի որ ինչ որ մեկը գա ասի, հալելույա, դու այնքան լավն ես, ասողները, ամեն, ասողը կա։ Բավական որ ասողը կա։ Փառք Հիսուսին։ Բայց ոչ թե կեղծավոր, այլ ճշմարիտ Աստծո հոգով լցված։ Հալելույա, դու լավն ես։ Շուր անի կողքին տասը դու լավն ես։ Սովորի բարի անել։ Սովորի բարին։ Ընդհանրապես ոչ թե մարդկանց աչքի առջև պետք է քո բարին միայն երևա, այլ Աստծո աչքերի առջև։ Հալելույա։ Ամով 5-4 Փառք Հիսուսին, ասա Տերն այստեղ է։ Գիտեք ես որ օրինակ խաղաղության մեջ եմ, ու ես հասկացա խաղաղության մեջ լինելով, հա ես հաղթողի դիրքում եմ կանգնած։ Խաղաղ եմ, հոզորով չի, որտեղ ոչ մի չար բան չի գալի։ Երբեք նայեք բարի մարդու վրա ձեռ չբարձրացնես։ Ստես դու, որտեղ դա չարություն կհամարվի քեզ։ Փառք Աստծո։ Բարի եղեք, սովորիր բարին։ Բարություն որ անեցեք, եւ ոչ թե չարություն, որ ապրեք։ Ինչ անեք։ Նորից ասա, ինչ անենք։ Լավ չեմ լսում։ Կողքիդ ասա, իմ ապրելը, այս երկրի վրա, կախված է բարությունից։ Նորից ասա, իմ լավ ապրելը, այս երկրի վրա չար, կախված է բարություն անելուց։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Այդ ոնց Աստված ասի, սիրելիս, ուզում ես ապրես, կաս թե մարդով որ ուզում ապրի, լուրջ, երկար ապրի, աչքերը չոր ապրի, հա, որ վերջում առով փառով ճամփու դնեն, ով ուզում, հալելույա, ես ասել եմ, երբ որ Տերը տանի չլացեք, ուրախացեք, մենք գիտենք ուր ենք գնում, բայց գիտեք սիրելիներս, այսօր մենք տեսնում ենք Տիրոջ խոսքը կատարվելուց, մա տարաժամ մահեր, որն է պատճառը, ու գիտեք զգուշացնում է Տերը, զգուշ եղեք, որտեղ վերջի օրերում չար ժամանակներ կգան, որտեղ դուք չգիտեք, ավելի կպեք Աստծուն, ավելի Աստծո հետ եղեք, ավելի ծառայեք, որ կյանք ունենաք, բարին հետևեցեք, որտեղ աշխարհը ուզես թե չուզես, դու չարերի հետ ես, հա, աշխատում, կապը ունես չարերի հետ, չկա մի մարդ աշխարհի մեջ, որ բարի լինի, որտեղ չարությունը իր մեջ բնակված է, ամեն, երբ որ նա շահ ունի քեզանից, դու իր համար ամենան ես, հենց շահը վերջացավ, քեզ կտրորեն ու կգցեն, բայց տենց չի բարի մարդը, ասա Աստված բարի է, եւ բարությամբ լցված մարդը միշտ հավատարիմ կանգնած է իր դիրքում, հալելույա, աղոթքների մեջ, մի իմացեք, հենց մի վայրկյան աղոթքը դադարեց քո կյանքի ապահովության համար, սատանան կգա ու կջարդի։ Գնահատեք աղոթողներին, գնահատեք նրանց, ովքեր որ բարեխոսն են ձեր հետ։ Եթե դու այսօր բարեխոս մարդուն չես գնահատում, դու նաև չես գնահատում Հիսուսին, ով որ քո համար ընդդեմ նստած բարեխոսում է։ Ստես դու, այստեղ մարդիկ այնտեղ Աստված։ Ասա այստեղ մարդիկ այնտեղ Աստված։ Առավոտ կանուք մարդիկ հավաքվում են եւ աղոթք են անում։ Գիտեք գնահատեք դա։ Բարի եղեք սիրելիներս։ Գնահատի քո եղբոր բարությունը, որ նա բարի է գտնվել քո համար, որ քո համար ձայն է բարձրացնում ամեն առավոտ իր քունը, հա, թողելով։ Այն անուշ քունը թողելով գալիս է եկեղեցի եւ իր ձայնը բարձրացնում քո համար, գնահատիր նրան,
այլ ոչ թե չարությամբ լցվի։ Փառք Հիսուսին։ Բարություն, որ ունեցեք, եւ ոչ թե չարություն, որ ապրեք, եւ այսպես զորացնել Աստվածը ձեզ հետ կլինի, ինչպես որ ասել էր, հալելույա։ Ով ուզում որ Աստված իր հետ լինի։ Երբ հատերը մեր հետ լինում, երբ որ մենք բարին ենք անում, երբ որ շարժում ենք բարությամբ, երբ որ մեկս մյուսին հարգում ենք եւ սիրում ենք, հալելույա։ Հանկարծ քթի տակ խոսածող չլնես։ Գիտես ով է քթի տակ խոսում։ Որ սենց բան անում, որ չհասկանաս։ Աստված հասկանում է։ Ասա Աստված հասկանում է քթի տակ խոսածողը։ Փառք Հիսուսին։ Ես գնացի իմ տուն ու ասում եմ Տեր իմ Աստված, ես սիրում եմ։ Ես քո կարծիքն եմ ուզում։ Ես ուզում եմ քո կարծիքը, եթե ես չեմ սիրում, չեմ ապրում սիրով, հա, ես քարոզում եմ սեր, ու ես չեմ ապրում, Տեր իմ Աստված, դու ինձ ասա, ես հենց հիմա խոնարհվեմ քո առջև, գնամ բոլորիս ներողություն խնդրեմ, հալելույա, եթե դու գտնում ես ինձ դրա մեջ, հալելույա, ես շատ եմ ասո կարծիքը ընդունում, նա ասեց ինչ ես մտածում, եթե դու չսիրեիր, կարայիր ծառայիր ինձ, եթե դու չսիրեիր, կարային ես քո հետ շփում ունենայիմ, եթե դու չսիրեիր, դու խոսք ստանայիր, ով կարա գնա քարոզի, եթե ուղարկված չլինի, եթե դու չսիրեիր, դու կարայիր մի 10 րոպե անգամ չէիր կարա խոսել սիրո մասին, ես այսօր եթե բարությունը լցված չնեի, ես բարության մասին չեմ կարող խոսալ։ Դու ստես, երբեք չլսես այն մարդուն, ով որ խոսի մի բան, բայց չի ապրի դրանով։ Ես կարամ գամ ստե ամպագորգոր քարոզներ տամ, բայց ինձ պետք չի, որովհետև ես ամեն օր ապաշխարում եմ Տիրոջ առջև, բոլորի համար։ Առաջինը իմ եւ մնացածը բոլորի համար, որովհետև դրա մեջ եմ կանչված։ Ես չեմ կանչված, այո, իմ հույսը, գիտես, ձիերն ու կառքերը չեն։ Իմ հույսը կենդանի Աստված է, որ ամեն մեկիդ համար այսօր ինչ ուզում անի սովորեցնի բարի լինել, սովորեցնի բարության, տանի այդ բարի ճանապարհով, հալելույա։ Փառք Տիրոջը։ Ասա փառք Հիսուսին։ Եվ նա բարի է։ Փառք մեր Աստծուն։ Հալելույա։ Երկրորդ մտածորդ հաս, 14-ի երկրորդը, 14-ի 2 և ասան բարություն արավ և ուղղություն արավ իր Տեր Աստծո աչքի առաջին, հալելույա։ Ասա այսօր օրն է, շուրարի կողքին տաս այսօր օրն է, որովհետև բոլորս Աստծո աչքի առջև ենք, ստես դու, ինչ արեց և ասան բարություն և ուղղություն արավ իր Տեր Աստծո աչքի առջև, որովհետև այսօր դու, երբ որ ծառայում ես Աստծուն, Աստծո աչքից չես վրիպում, թե լավը, թե վատը, թե չարը, թե բարին, թե խոնարհվել, չխոնարհվել, հպարտություն, այդ ամեն ինչը Աստծո աչքերի առջև է, քո ցանկությունը, քո փափագը, ում հետ ես ուզում դու լինես այսօր։ Այսօր ասում աշխարհը ավելի շատ սիրեցին, քան թե Աստծուն։ Եթե մենք Աստծուն շատ ենք սիրում, ուրեմն պետք է Տերը սիրենք, ոչ թե աշխարհի միջի ցանկությունները, աշխարհիկների հետ։ Ասա Տերը կանչել է ինձ, որ կյանք տա։ Կյանքն էլ իր բարություն անողն է, որ բարի ունի կյանք ունի, որ բարություն անի կյանք ունի, հալելույա։ Չարություն չանես ոչ մեկին։ Ինչ աշխատանքի մեջ կաս դու, չարը չանես։ Չբարկանաս մարդկանց վրա։ Տերն ասեց, Տերն ու ծառան մի հատ բան կինո նկար կա, դա էլ եք։ Ո՞վ է նայել Տերն ու ծառան։ Այն խեղճ առաջի ծառային ինչ արեց։ Բարկանում էր ուզում էր ուտել իրան հանել ասում, բարկանում էր, չէ, ստիպված ինչ էր անում։ Դիմանում էր չարությանը։
Հետո եկավ իմաստուն ծառա։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ասա Աստված ինձ իմաստուն է ուզում դարձնի։ Ինչ ասեց։ Բարկանում ես աղա։ Հալելույա։ Թող չարը ինչքան ուզում է բարկանա։ Ասա չարը ինչքան ուզում է բարկանա։ Ես իմ համար հանգիստ բանի եմ մտնելու։ Ինքը պարտվելու է։ Փառք Հիսուսին։ Չար էր այդ մարդը, չար։ Ինչ է բանեցնում էր։ Բանեցնում էր, որ ու մարդկանց ստիպում էր, որ անգամ չբարկանաս, ինչ են անեմ։ Այն մարդը չբարկանաս, բայց անդեցնես ոնց որ պետք էր անել, որ ով բարկանա, ով որ ուզում էր բարկացներ։ Թող ինչքան ուզում է սատանան, իր գործերը չար անի, մենք բարի ենք ելնելու։ Ասա ես բարի եմ ելնելու։ Փառք Հիսուսին։ Եվ ասան բարություն եւ ուղղություն արավ Տեր Աստծո աչքերի առջև։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Կարակ շարունակությունը գցեք դրա։ Լավ։ Եվ վերցրեց նայեք ինչերը։ Որն է բարությունը։ Ամեն, որ Տիրոջ աչքերի առջև ասան արեց։ Հալելույա։ Եվ վերցրեց օտար սեղանները։ Ամեն օտար բան քո կյանքում այսօր, ասա այսօր, ամեն օտար բան պետք է քանդես։ Դու ուզում ես, չէ՞ որ Աստված նայի ասի, բարի, իմ աչքերի առջև քո արածը բարի է, հալելույա։ Ամեն բարկություն, ամեն հակառակություն, ամեն չարախոսություն, ամեն սխալ բան ապաշխարես։ Տեր Աստված այսօր քանդում եմ։ Եթե ինչ-որ մեկի դեմ բան ունեմ, ների ինձ։ Այն անգամ խոսում եմ ասում, եթե մեկը ների, հա, Աստված էլ իրան կների, ու նայում եմ, գնում եմ տուն, ու Տերը մարդիկա ցույց տալի եկեղեցու մեջ, սիրելիներս, եկեղեցու մեջ, որ ոչ թե բարի են իրար, ոչ թե ներել են, այլ ինչ են թշնամի են իրար։ Տերը եկեղեցու մեջ թշնամությունը քանդելու է։ Չներումը քանդվելու է։ Ու այն մարդը որ չի ներվում, ինքն էլ չի ներվելու։ Այն մարդը որ չի խոնարհվելու, ով որ չի բարձրանալու, հոզորով չի։ Չխոնարհվող մարդը չի բարձրանալու իր ծառայության մեջ։ Չհնազանդվող մարդը չի կարող Աստծո գործերը պատմի։ Մենք պետք է հնազանդվենք առաջին Աստծուն, հետո կարգին, որը դրված է եկեղեցու մեջ։ Հալելույա։ Այլ ոչ թե լեզուները շախտանք, սխալ խոսանք, օտյալի նկատմամբ, հետո օտյալը գնա մի շաբաթ աղոթի, որ այդ մարդուն ների։ Որ Աստծո Աստված ների, խնդրում եմ ների, որտեղ սխալ է խոսացել։ Հալելույա։ Իսկ Դավիթը Դավիթ լինելով, որ Սավուլը վերցրած գնացել էր հետևը սպանելու, բարի եղեք, սիրելիներս, բարի եղեք։ Սենց ով կարա ասոցիալի վրա ձեռք բարձրացնի։ Այն ով որ ձեռք բարձրացնեց, բռնեց, սպանեց։ Սենց դու ով էիր, որ ասոցիալի վրա, այն մարդը որ ընկած էր իր հետևից սպանելու։ Հարգանքը, բարությունը պետք է միշտ ինչ լինի իրար հետ լինի։ Փառք Հիսուսին։ Ես որտե՞ղ եք բացել։ Լավ։ Ես արդեն տեսեք, եւ հրամայեց Հուդային, որ իրենց հարերի Տեր Աստծուն խնդրեն։ Ասա այսօրվանից մենակ Աստծուն են խնդրելու։ Եվ որ օրենքն ու պատվիրանքը կատարեն։ Ինչ անեն, կարգ ու կանոնը։ Նորից ասա, կարգ ու կանոնը, հարգանքն ու պատիվը առաջի տեղում դնեն։ Գրես Տերը խոսում էր, այնքան նեղված էի։ Վայ Տեր ջան, նոմա չէ որ մեկ նեղվում ես։ Որոշել եմ չնեղվեմ են։ Երբ որ նեղվեմ, մի հատ տալ չայ խմեմ, թեյ։ Խմեմ ինքը լավ էլ տեղին կօգնի ինձի, հալելույա, ես որոշում եմ կայացել չնեղվեմ։ Նեղվել եմ եկել ու ասում Տեր,
Բայց դու գիտես, Տեր իմ Աստված, անմա չէ՞ որ տենց գնում ես մեղայականով, Տեր, գիտես, ես ինչքան հալելույա լավն եմ, հա, սա վատն է, ես լավն եմ, դրա համար նեղվել եմ, ասեց առաջի վատը դու ես։ Ինչի՞։ Տեր ինչի համար, որտեղ նեղվել ես։ Դու նեղվելու իրավունք չունես։ Հալելույա, եթե նեղվել ես առաջի վատը դու ես։ Փառք Հիսուսի, մի արի արդարացի։ Մենք ոչ մի անգամ չենք կարող Աստծո առաջ գնանք արդարանանք մեր սխալների համար։ Հալելույա։ Նեղվելու համար Տերը հանդիմանից ինձ։ Ո՞վ ես որ նեղվես։ Ում ես ուզում նմանվես։ Տեսան միտեղ որտեղ ես նեղվել եմ։ Ասա Տերը սովորեցնել է մեզ բարությունը։ Սովորեցնել է մեզ ճիշտը, ճշմարտությունը, եւ մենք իր ճանապարհի մեջ դառնալու ենք հաղթողներ։ Հալելույա։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ուզում եք հանգիստ ապրեք, ով է ուզում հանգիստ ապրի։ Կա մարդ, որ ուզում է հանգիստ ապրի, խաղ։ Այսօր օրն է։ Քանդի սա այն ամենը ինչ որ հա քո կյանքում կա, որը որ խանգարում է քեզ հանգիստ ապրելու, խաղ ու բարի լինելու, քանդի այսօր։ Ասան բարություն արավ Աստծո աչքերի առջև, հալելույա, Փառք Հիսուսին ու քանդեց։ Օտար սեղանները եւ բարձավանդակները եւ կոտրապեց արձանները եւ աստանորդները կոտրեց եւ հրամայեց Յուդայի ու իրենց հայրերի Տեր Աստծուն խնդրեն եւ որ օրենքն ու պատվիրանքները կատարեն եւ վերցրեց Յուդայի բոլոր քաղաքներից բարձավանդակները եւ արեգական կուրքերը եւ թագավորությունը հանգստացավ նրա առաջին։ Դուստես ինչ արեց փոթորիկները, ասա փոթորիկները կանգնեցին։ Երբ որ ամեն կուր քանդվեց, ամեն օտար սեղան քանդվեց։ Հալելույա։ Գիտես ես վախեցած էի։ Շատ ուժեղ աղոթում էի ու վախեր եկե, ու ես ասի Տեր իմ Աստված, ուզում եմ որ այս վախը յուրաքանչյուր հավատացյալի վրա գա։ Որ վախենան քեզանից։ Գիտես որ երբ որ Տերը գալիս է ու ինքը վախ է բերում, իր աստվածաբախությունն է բերում, ասում է ես այդ ամենի չարիքը արեցի, Աստված ասում, որ ինձանից վախենան։ Չնինես որ մի ինչ-որ վատ բան անի, նոր վախենաս։ Ու գիտես մարդիկ երբ են հիշում ամենաշատը Հիսուսին։ Երբ որ վատ է, երբ որ կարիք է, երբ որ ինչ-որ մի բան հարց լուծված չի, հիշում են Հիսուսին, բայց հենց լրիվ ոնց որ, սատանան ասում է լավ է, հանգստացնում է, այսօր խոսում ենք փափուկ բարձի մասին, փափուկ բարձա դնում գլխի տակ, Աստծո որդին, ասա, Աստծո որդին գլուխ դնելու, նորից ասա, գլուխ դնելու տեղ չուներ։ Այդ փափուկ բարձերը հանեք ձեր գլխի տակից։ Շուրարի կողքին տաս այդ փափուկ բարձը, Աստված ուզում է հանի քո գլխի տակից։ Հալելույա։ Եվ վերցրեց Հուդայի բոլոր քաղաքներից բարձավանդակների եւ արեգական կուրքերը եւ Հուդայի մեջ պարսպավոր քաղաքներ շինեց, որտեղ երկիրը հանգիստ էր եւ նրա հետ պատերազմ չկար այն տարիները, որովհետեւ Տերը նրան հանգստություն տվեց։ Հալելույա։ Ով է ուզում որ հանգստություն ունենա։ Մեր երկրի հանգստությունը մեզանից է կախված։ Մեր ընտանիքների հանգստությունը մեզանից է կախված։ Մեր ընտանիքների օրհնությունը, պաշտպանությունը մեզանից է կախված։ Որտեղ մենք տեսնում ենք եւ չենք հանդիմանում, մենք տեսնում ենք սխալը, մենք տեսնում ենք այն ինչ որ արժան չի Տիրոջը, չենք խոսում դրա դեմ, այլ ընդհակառակը ուզում ենք արդարացնենք սխալը։ Երբեք սխալը, չարությունը, Աստծո հետևից չգնալը չարդարացնես։ Որտեղ Հիսուսը չարդարացրեց, թող գնամ, էսա մի քիչ, էս բանը անեմ, հետո հետևից գամ ասեց, գնա։ Թող աղբորս այդ հարցերը լուծեմ, ասեց ինչ է, ես եմ եկեք ու հարցերը լուծեմ։ Գնա լուծի, եթե ուզում ես գասի մետերից, արի մետերից։ Փառք Հիսուսին, բարի արա։ Ասա բարին միշտ գնում է Հիսուսի հետևից։
Հիմա մի տեղ էլ կարդամ ու մենք ավարտենք։ Ուզում ես ավարտենք։ Փառք Հիսուսին։ Գիտես, եկեղեցու մեջ էտել է թեմա դառնում։ Այն մարդը, որ չի ուզում լսի, այն մարդը, որ չի ուզում, ես նայում եմ, գնում եմ, ասում եմ, Աստված ջան, ինչի մարդը չի ուզում, հա, որ ավելի շատ լծվի, երբ որ դու խոսքը տալիս ես ու դու վարվում ես, ուզում ես այդ խոսքը բերես, մարդը ասում է, շատ է ժամանակը։ Ու Տերը ասեց նայ Պողոսին։ Սաղ օրը քարոզեց, գիշերը եկավ, մարդիկ քնեց, ընկավ, իջավ, հարություն տվեց, հանեց, նորից քարոզեց։ Ո՞վ ազում հրաշք դենա իր կյանքում։ Ու մսխելով նստի լսի։ Փառք Հիսուսին։ Ինչ որ կատարվում է պետք է Աստծո խոսքի հիմքի վրա կատարվի։ Ոչ թե մարդու ուզածով մենք պետք է անենք։ Ես չեմ անելու մարդու ուզածով։ Եթե ուզում ես գնաս գնա։ Ո՞վ ձեռքդ բռնե։ Եթե դու չես ուզում Տիրոջ խոսքը լսես, Տիրոջ հետ շփվես, հալելույա, Տիրոջից վերցնես, որտեղ վերջի վարքյանին կարա Աստված լցնի քեզ, հալելույա։ Վռազես գնա, ո՞վ քեզ բռնե։ Քունը տատանան, քնի։ Փառք Հիսուսին։ Գիտեք, ամենադժվար բանը որն է կյանքում։ Ուզում եք գաղտնիք ասեմ։ Հալելույա։ Երբ որ նայես մարդու աշկերին ու ճշմարտությունը ասես իրան։ Ամենադժվար բանն է։ Ամեն։ Ու Տերը սովորեցրել է ինձ այդ դժվար բաներ անելու։ Նայելու ասել, գիտես, այս ինչ բաները սխալ է։ Հալելույա։ Դու ճիշտ չես վարվում Աստծո հետ։ Այլ ոչ թե գնաս ասես, վայ ինքը սխալ է, այն մեկին ասում ես սխալ է, այնի գնա ասում, գիտես, մի 3-4 բաներ դնում ա վրեն, ու գնաց, արդեն, անթել հեռախոսը, միջև հասնում ա վերջը լրիվ ուրիշ բան ա ստացվում։ Ասա Տեր սովորեցրա ինձ։ Այսօր մի հետաքրքիր բան է Սուրբ Հոգին ցույց տալիս, հալելույա։ Գիտես, երբ որ գնամ երկինք, հավատում եմ փարվելու եմ իր կրծքին։ Այդ ձևի ընդունելության եմ արժանանալու, որտեղ այսօրվանից է սկսում իմ կյանքը։ Իմ հնազանդության, խոնարհության, սիրո, խաղաղության եւ բարության վարձքը երկնքում չի անտեսվում։ Ասա երկինքը երբեք չի անտեսում բարի մարդկանց, բարի հավատարիմ մարդկանց։ Հալելույա։ Այսօր մեկին մի բան են անում, ու հետևից սկսում են խոտ, բա ես այսքան բան արեցի, այս եմ անում, այն եմ անում, այն մյուսն եմ անում։ Գիտես ինչ, ում ես ասում։ Այսօր աշխարհն էլ է բարի, գիտես, բարի գործական բաներ անում, բայց փող չի փչում։ Բայց վկայությունը եկեղեցու մեջ ջախջախում է սատանայի գլուխը։ Նա ասում է Տեր, այո, ես Տեր կարիքի մեջ էի եւ դու օգնեցիր ինձ։ Ես կարիքի մեջ էի, մարդ դրեցիր իմ կողքս։ Ես Տեր կարիքի մեջ էի, դու Տեր իմ Աստված հավատարիմ մարդկանց դրեցիր։ Շնորհակալ եմ այդ հավատարիմ մարդկանց համար։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Շուրանի կողքին տաս Աստված ուզում է որ դու այդ բարի հավատարիմը լինես։ Գնահատողը լինես, այն ինչ որ Աստված անում է։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Լավ, անցնենք վերջին։ Այդ պատմությանն եմ ուզում գամ։ Կարանք մի երգ վերցնենք։ Բաժան նայ հոգով դու մի ժամանակ։ Հիմա ոնց որ մի քիչ ինչ-որ բաներ են կատարվում, հավատում եմ, որ կգա այդ ժամանակները, երբ որ ես ինչ-որ բան ուզում եմ խոսայի, մեր գայանքուրիկը հոգով զգում էր ու երգում էր իմ հետ։ Հետո չգիտեմ ինչ խառնվեց, թե ով խառնեց այդ ալիքները, ես ճիշտն եմ ասում, աշկերի մեջ կարամ նայեմ և ճիշտ ասեմ, թե ով այդ ալիքը խառնեց, ես չգիտեմ, բայց հավատում եմ այսօր կբռնես։
Այսօր յուրաքանչյուրը տալիքը բռնեք, մի թույլ տվեք, որ ալիքները խառնեն ձեզ։ Ճշմարտությանը, հալելույա։ Փառք Հիսուսին։ Հիմա պատկերացրեք Հիսուսը խաչված է, երկու կողմից ավազակներն են։ Մենք ենք մի ժամանակ մեղավոր, արժանի, ստես դու, արժանի ենք։ Ինչին ենք արժանի, մահվան ենք արժանի։ Որտեղ մենք մեղավոր ենք։ Բայց Աստված իր ողորմության համեմատ ցույց տվեց կյանքի ճանապարհը։ Ինչ ես մտածում, եթե նա ցույց տվել է, պետք է գնաս այդ ճանապարհով կարգ ու կանոնի մեջ, Տիրոջ հնազանդվելով, Տիրոջ գործը անելով, հալելույա։ Ես ասեմ, Սատանան ամեն ինչ անելու է, որ գողանա քեզանից Աստծո հետ շփումը, որ գողանա քո ժամանակը։ Բայց երբ որ դու թույլ տվեցիր, որ գողացավ, ասում եմ վայ նրան, բայց Երանի նրանց, ովքեր միջև վերջ, ասամ միջև վերջ կհամբերեն։ Տեսեք ինչ է կատարվում։ Եվ ժողովուրդը կանգնած մտիկ էր անում, իշխաններն էլ նրանց հետ ծաղր էին անում եւ ասում ուրիշներին ապրեցրես, թող իրան էլ ապրեցնե, եթե դա է Քրիստոսն Աստծո ընտրվածը։ Ուրիշներին ապրեցրեց։ Դե եթե ինքը օծյալ է, թող իրան համար մտածի։ Օծությունը գնահատված է երկնքում։ Եվ Աստվածը գնահատում։ Երկու տեսակի մարդիկ։ Ասա միշտ լինելու են երկու տեսակի մարդիկ։ Որ կողմն ես դու։ Հալելույա։ Այնքան էր կպես սրտից լացում է ասում, Տեր, ես ուզում եմ այդ բարի ավազակի նման լինեմ։ Բարի ավազակ։ Ավազակը բարի չի լինում, բայց կարա մի ակնթարթում դառնա բարի։ Ասա այսօր իմ բարի լինելու օրն է Տեր։ Փոխիր ինձ։ Բացացած ձեռքեր տածա Հիսուս, ես ուզում եմ բարի լինեմ։ Փոխիր ինձ, որ ես ճիշտը խոսամ։ Վայ գիտես, չխոսաս երբեք, խնդրում եմ քեզ, չխոսաս ոչ մեկի մասին չարվան, չմասնակցես այդ խոսակցություններին, չհավաքես կողքդ մարդկանց, որոնց ականջներին դու կարաս նստես, քեզ ցույց տաս, հալելույա, բարին, ասա բարին, Աստծո աչքերի առջև, միշտ գնահատվելու է ու բարձրանալու է։ Ուրիշներին ապրեցրեց, հալելույա։ Տեսեք ինչ են ասում, ժամանակին սաղին հասնում էր, բայց ես ամենա դժվար պահ եկավ, սկսեցին ծաղրել։ Այն դժվար պահը, որ եկավ, որ պետք է իր կողքը կանգնեին, թողեցին իրան։ Որսը նայում ես են դժվար պահերը, լավ պահերը, այո, լավ պահերը հիշեք, որ կանգնած էր մարդ քո կողքը։ Եկել է դժվար օրեր, եւ դու իրանք չունես վերաբերվես չարությամբ, լծվես չարությամբ մեկի նկատմամբ։ Խոսած, հիշի որ բարի է եղել, հիշի որ միշտ կամեցել է որ դու բարձրում լինես։ Հիշի որ միշտ ձեռը գցե քեզ եւ օգնել է եւ ուզեցել է օգնի եւ ուզում է օգնի եւ ուզելու է օգնի միջև վերջ։ Փառք Հիսուսին։ Եթե դու ես հրյաների թագավորը, փրկիր քո անձը, եւ մի գիր էր գրված նրա վրա հունարեն, հռոմեացիներեն եւ եբրայացիների գրերով, թե այս է հրյաների թագավորը։
Եվ այն կախված չարագործներից մեկը հայում էր նրան եւ ասում. եթե դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։ Չարությամբ լցված։ Եթե դու Աստծո ծառա ես, արա այս։ Որ մենք եւ մեզ իսկ մյուս պատասխանեց սաստելով նրան եւ ասեց. եւ դու չես վախենում Աստվածանից։ Շուրանի կողքին տասը դու պետք է վախենաս Աստծուց։ Դու չես վախենում Աստվածանից։ Ով էր ասում ավազակը։ Ես ինչ չար բաներ ես խոսում։ Արդարի հանդեպ։ Ասա արդար չկա, մեկն չկա, բայց կա արդարացված մարդ, ում անօրենությունները Տերը անօրենություն չի համարում։ Դու ով ես, որ համարես։ Եվ տեսեք ինչ ասում։ Եվ դու չես վախենում Աստվածանից, որ հենց նույն պատժի մեջ ես։ Ու մենք իրավունքով ենք պատժված, որտեղ մեր արած գործերն արժանի հատուցումն ենք առնում։ Իսկ սա ոչ մի անտեղի բան չգործեց։ Եվ ասեց Հիսուսին. Տեր, ինձ հիշիր, երբ որ գաս քո թագավորությունով։ Հալելույա։ Ինչ գտնվեց բարի։ Բարին խոսած ներսից, բարին խոսած հանդիմանեց չարությունը։ Ով ես դու, որ խոսած նրա հանդեպ։ Չէ որ մենք, ասա մենք արժանի ենք, բայց նա վերցրեց ամենը մեր իր վրա։ Այսօր պետք է մենք գնահատենք, որտեղ խոսքն ասում է Աստծուն ճանաչելով, Աստծուն Աստծո տեղ չդրեցին, ու Տերն ասում է ուր է իմ պատիվը։ Մենք պետք է սովորենք պատվի արժանացնենք նրա Սուրբ Հոգուն, որը հիմա այստեղ է։ Հալելույա։ Եվ Հիսուսը ասեց նրան. ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Հալելույա։ Ասա Տիրոջ աշկերը բարություն անող մարդկանց վրա է։ Հալելույա։ Դրա համար խնդրում եմ ձեզ, եթե դուք ուզում եք հոգով լցվել, եթե ուզում եք իսկականից կյանք ունենալ, վերցրեք Քրիստոսին ձեր կյանքերի մեջ, հնազանդվեք ու խոնարհվեք եւ հոգով վարվեցեք, ոչ թե մարմնով։ Մարմնավոր մարդը, նորից եմ կրկնում, երկինքը չի ժառանգելու։ Բայց հոգով շարժվող մարդիկ, սիրով լցված մարդիկ, ես խի խոսում քթի տակ խոսացողների մասին, որովհետեւ քթի տակ կարող է մարդիկ լինեն ասեն, ինքը բարություն լցա խոսում, բայց ինքը բարի չի։ Բայց Հիսուսն ասում է, կա մեկը, ով որ կարող ապացուցի, որ բարի չեմ։ Հիսուսին եկան ասին, բարի վարդապետ ասեց, ոչ մեկ բարի չի, միայն Աստված, հալելույա։ Բայց երբ որ Քրիստոսը մեր մեջ է, բարությունը մեր հետ է։ Բարություն գործերը, ամեն միշտ Աստծո առջև վստահելի։ Ես ձեզ վստահաբար ասում եմ, գնահատված է լինելու եւ ոչ ոք չի կարա բարին չար ասի։ Վայ նրան, որ բարին կասի չար եւ չարին կասի բարի։ Վայ նրան։ Դրա համար, սիրելիներս, բարիով լցվեք։ Եղեք Քրիստոսի հետ, թող բարությունը ձեզանից անբաժան լինի։ Աստծո աշկերի առջև գնիքով գնաք տունը, ասեք, ես չեմ բարկանալու եւ սատանային չեմ ուրախացնելու։ Ես անելու եմ Տեր ամեն բարությունը իմ շուրջը, որպեսզի մարդիկ տեսնեն, փառավորեն քո սուրբ անունը, որտեղ այսօր մենք տեսնում ենք աշխարհը չարության մեջ, բայց Աստծո ժողովուրդը քո բարի ձեռքերի մեջ։ Հիսուսի անունով, թող Տերը օրհնի ձեզ, եղեք օրհնված։